Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի խաղաղության համաձայնագրի մաս, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցության հարցը մնում է օրակարգում։ Բենյամին Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հյուսիսում տեղակայված իսրայելական ստորաբաժանումներին։ Պաղեստինյան Համաս շարժումը առաջիկա 2 օրում կպատասխանի Գազայի հատվածում բնակեցման վերաբերյալ իսրայելական կողմի նոր առաջարկին։ Ըստ տեղեկության շարժման ղեկավարությունը ներկայումս ներքին խորհրդակցություններ է անցկացնում նոր առաջարկի հետ կապված եւ նրանց պատասխանը միջնորդներին կներկայացվի առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ սառեցնում է դաշնային միջոցներից Հարվարդի համալսարանի համար նախատեսված ավելի քան $2 միլիարդ ֆինանսավորումը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ համալսարանը մերժեց Սպիտակ տան պահանջների ցուցակը։ Եվրամիությունը ուղիներ է որոնում առանց տուգանք վճարելու Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը չեղյալ հայտարարելու համար։ Բրյուսելն ուսումնասիրում է իրավական տարբերակներ, որոնք թույլ կտան եվրոպական ընկերություններին խզել ռուսական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերն առանց Մոսկվային խոշոր տուգանքներ վճարելու, գրում են պարբերականները։ Վրաստանի նախագահ Միխայել Կավալաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները եւ տարբեր ոլորտներում, այդ թվում տարածաշրջանային եւ միջազգային ձևաչափերում համագործակցության հարցերը։ Թուրքական ընդդիմությունը եռաքայլ ծրագիր է մշակել, որով նպատակ ունի պայքարել հանրապետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, հայտարարել է երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը։ Ըստ նրա, սկզբում նախատեսվում է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու եւ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաք։ Ընդդիմությունը մտադիր է ավելի քան 30 միլիոն ստորագրություն հավաքել 2 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում Էրդողանի օգտին քվեարկած մարդկանց թիվը գերազանցելու համար։ Բաքուն հեղեղվել է, հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները ջրի տակ են։ Բեյրութի շրջաններից մեկում գազալցակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել, պատճառը դեռևս անհայտ է։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։